Մեր Տերը եւ մեր Աստվածը քեզի փառք ու դանքով Տեր։ Փառք ու դանք, քանի որ արժանի ես Տեր։ Եկած ենք անգամ ևս Տեր խոնարհելու քո առջևդ եւ քեզ բաշխելու ով Տեր։ Աղոթենք ով Տեր, ինչ որ երկեցինք, թող որ ով Տեր տուն փառավորվիս։ Աղոթենք նաեւ ով Տեր, ինչ որ պիտի լսենք ու զավակիդ միջոցով, թող որ իրեն յետին եղիր ուժ կարողություն շնորհե, որովհետեւ քո խոսքիդ մատակարարությունը Տեր օրտնապերը լավ Տեր։ Աղոթենք նաեւ որ որ աշխարհի դարածքին քո խոսքը պիտի կարոզվի, կարոզվեցավ, կպատրաստվի այդ տեղը նալով Տեր արտնությունը լավ Տեր։ Աղոթենք նաեւ մեր երկիրը, խնդրենք որովհետեւ քո խաղաղության տակ պայեսով Տեր։ Նաեւ մեր մեջ հիվանդները խնդրենք որովհետեւ քո բժշկարած երկերը դերգնցնես եւ լիովին ով Տեր բժշկություն շնորհով Տեր։ Աղոթենք նաեւ մեր շրջակա երկիներու մեջ որ Տեր պատերազմներ, թող որ Տեր քո խաղաղության ցերկը դերգնցնես։ Գիտենք որ մարդիկ կգործվին, լավ որ Տեր քո խոսքը հասնի եւ այդտեղ նալով Տեր բրգության օրերը լա քո թակավորության կալուսին ով Տեր։ Խնդրենք որովհետեւ մնացյալ բայերը քո շնորհքով դարաշնորհ Փառքիդ համար։ Ամեն։ Aşk
Байлույցես գույրերի վեղբարներ, աղոտկոմ աստու արացորդությունը խնդրենք իր խոսքին համար։ Դեր շնորհակալ ենք քեզի դերունական այս սուրբ օրվան համար, որ մեզի կյանք տալով քո ներկայության տվակեցիր։ Գաղութենք, ով հայր, որ այսօր քո խոսքդ օրդություն դարձնես մեզ ամեն մեկուն։ Որպես ով դեր կարող լանք քո պարկիտ համար ապրիլ ու քեզ բարավորել Միածին որդուդ Հիսուս Քրիստոսի անունով կխնդրենք եւ քո պարկիտ համար ամեն։ Սիրեներ դիգարտանք Ղուգասու ավետարանին 10-րդ գլխում 21, 23 եւ 24-րդ համարները։ Հիսուս ուրախանա։ Նույն ժամուն Հիսուս հոգիով ուրախացավ ու ըսավ. Շնորհակալ եմ քեզ ով հայր, դեր երկնի եւ երկրի, որ այս բաները ծածուկ բայեցիր իմաստուններեն եւ գիտուններեն ու դղոց հայտնեցիր։ Այո, ով հայր, վասնզի քու արջևդ այսպես հաջելի եղավ։ Աշակերտներուն դառնալով առանցին մսավ, երանի այն աչքերուն, որոնք ձեր տեսածները կտեսնեն, քանզի գսեմ ցեզի, թե շատ մարգարեներ եւ թագավորներ ուզեցին ձեր տեսածները տեսնել, բայց չտեսան, եւ ձեր լսածները լսել, բայց չլսեցին։ Դեր օրդներ իր խոսքին դեցումը մեր հոգեվոր շինության համար։ Հիսուս երանի գուդա այն աչքերուն, որոնք կտեսնեն ճշմարտության աղբյուր եղող մեր դերը ու կլսեն ու կհասկանան իր խոսքերը։ Սակայն մեր այսօրվա նյութը պիտի լա գարկմը քրիստոնյաներու հոգևոր գուրությունը։ Գարկմը քրիստոնյաներու հոգևոր գրությունը։ Սիրելիներ, հայր Աստված ասավ, մեր բատգերովը մարդը ստեղծենք եւ թող տանք, որ ան իշխանություն ունենա։ Այս եղավ բնական հայտարարությունը մեր ստեղծիչին քեզի համար։ Եվ այս գրոնական վիճակը չէ, այլ գարավարական վիճակը, այս թագավորական հրովարտակն է, երկնային սահմանադրությունը, որ հայտարարե, թե տուն ինչ բանի համար ծրագրված ես։ Տուն գրոմքի համար ստեղծված չես, ոչ ալ ստեղծված ես ձիսական ծառայություններու համար։ Տուն ստեղծված չես բարձրապես եկեղեցի աջակցելու համար ու վերջ դուն երթալու, ապա տուն ստեղծված ես իշխանություն ունենալու։ Սիրելիներ, ներկա աշխարհի ողբերգությունները մեկնալ այն է թե միլիոնավոր հավատացյալներ, որոնք քրիստոնյա անունը կգրեն, իրենց կյանքի ընթացքը կգադարեն հոգևոր գուրությամբ։ Գույր իրենց անցին ով լալուն գիտակցությամբ, գույր իրենց մեջ եղող թագավորության վրայով, գույր իրենց մեջ տրված աստվածային սահմանումին, նախքան աշխարհի հիմը տրվելուն իսկ երբ գույր ես, տուն գրնաս ողջ լալ եւ դագավին չտեսնել, տուն գրնաս բարձրացայն պարապանել եւ դագավին չգիտնալ թե տուն ինչ բաննելու համար դնած ես։ Գրնաս սպաղը լալ գրոնական արծերով եւ սակայն թադար գլալ դեսողութենե։ Գրնաս լեցնը լալ կորդունեությամբ եւ սակայն բացակա նպատակա գեգդեմա։ Սիրելիներ, մեծակույն վտանգը մարմնավոր գուրությունը չէ, ապա հոգևոր գուրությունն է։ Որովհետև երբ հոգևորապես գույր ես,
հարադև գկալես գործվող դարիներու մեջ դարիներըդ աբարտուն գանցնին եւ երբեմն ալ գերգարին ամբողջ ցանկիմը դեվուտյանը շուկերու յետևե երտալով առանց որևէ նյութի մտցելուն ճիշտ ասուրամար այս բատկամը կարևոր է շատերուն այսօր Սիրայիներ ներկայիս աշխարհ չի դարավիր եկեղեցիներու բագասեն սակայն գդարաբի դեսողության բագասով հարցը այն չէ որ մենք ավետարաններ չունենք խնդիրը այն է որ մենք չենք հասկնար ավետարանը հարցը այն չէ թե մենք ուսուցիչներ չունենք հարցը այն է որ ուսուցիչներ իրենք հաջող գբակցին իրենց լեսություններով եւ ուր որ լեսություն գբակցի հոն ժողովուրդը գործյան գտնվի ուրեմն գտեսնենք թե մեծակույն տշնամին կունվադագիտ սադանան չէ հաբա մեծակույն տշնամին անդեսումն է անդեսումը մեծակույն զենքն է որ քեզ գբահե քերության գաբանքի մեջ որ Հիսուս քեզ շադոնց ազատած է գրոնքը քեզ սպար գբահե սակայն գույր գրոնքը գտնադալ քեզի ծիսական արիտներ սակայն չի գտնադալ քեզի հայտնություն նաև գրոնքը քեզի գտնադալ երկեր սակայն ոչ դեսություն Սիրելիներ գտնամ այսօր ասել ցեզի թե միլիոնավոր քրիստոնյաներ կան որոնք լուրջ են եւ գսիրեն Աստված եւ որոնք ուզեն հաջեցնել զինք սակայն անոնք հոգեվորաբես գույր են որովհետեւ սորված չեն հավիդենական թակավորության վրայով անոնք սորված են գրոնքը նաեւ սորված երկինքի սпасել փոխանակ քալելու այդ իշխանությամբ երկրի վրա սորված են փախչիլ փոխանակ զայն ցերկ ցկելու սորված են կոյադվել փոխանակ իշխելու այս տուն կոյադվելու համար չես ստեղծված սակայն ծնած ես դիրավերելու Սիրելիներ թակավորությունը երկինք երտալու մասին չէ թակավորությունը սիրելիներ երկինքը երգիր բերելու մեջ կգայանա իսկ եթե այս չես հասկնար Տուն բոլոր յանքդ բիդի վատնես աղոտելով, որբեսի պախուստ ասատ գե։ Միչ տշնամին գկրավե ու դարադությունըտ, հույրս և եղբայրս, տուն դնատ ես իշխելու թակավորությունը կու մեջր է։ Այս հստակ գլլակեզի, թե յանքը առանց նվադագիմը ողբերկություն է, և այդ մահվն է ավելի քեշ է։ Որովհետև մահը միայն յանքիդ վերջ կտնե, սակայն նպատակի բագասը զայնգս բարե ու բարաբի գան է։ Սիրելի օքի, եթե հիմա այս խոսքերը գլսես, ու եթե անգերձ ես, ու գսկաս այդ բարաբությունը մեջըտ, ու ինչ որնես, կողնագություն չես սկար մեջըտ։ Եկեղեցի երտաս, սակայն կիդես, որ մեջըտ բագաս պան մգա։ Գավոտ ես, սակայն աղոտներըտ շինձու գերևին գեզի, որովհետև մեջըտ կսկաս, թե ավելի ողջամիտ և իմաստուն ու աստեցիկ հոգևոր առաջնորդ մլալու սերը գա մեջըտ։ Բոլոր անոնց, որոնց հետ առօրյա շփում ունենաս։ Հարկ է, որ երկինքը ներկայացնող տեսպանը լաց երկրի վրա, սակայն Գաբրիս ինքնամփոփ առանց երևնալու ու առանց տեսնվելու քեզի դրված գարողությանը հադագը։ Եվ ավելի ցավալի բան չկա, քան մահանալ առանց ապրելու այն բաները, որոնք Աստված տրած է մեջդ։ Ձեզի պատկերով գուզեմ բացատրել այս երևակայեցեք, թե արույցը ծնունդ ունեցած է ոչխարներու փարախի մեջ եւ արույցը մեզնա խոդ ուդելով ոչխարներու նման
ու գպաղչի եւ քայլը կա առանց գիտնալու թե իր մեջը գա մրնչյունը անդարի թակավորին այս կնե հոգևոր գուրությունը Գաբրիս ոչ խարիմը վես երբ նաձես արույթմը գբահվիս երբ պետք է թիմատրես ու երբ կկաշվիս երբ պետք է որ հարաճ դիմես գմուրաս երբ պետք է որ գարավարես եւ դագավին քու մեջդ կա մրնչյունը արույթին սակայն մրնչյունը գծվասե որ արտնա եւ այսօր ուրախությամբ կսեմ թե Հիսուս Քրիստոս եկավ ոչ միայն քեզ քու մեղքերդ բրգելու հապա նաեւ քու դեսողությունդ վերադարձնելու ան եկավ վերահաստատելու ինչ որ աթան գործընծուց աթան գրոնք մը չգործընծուց ան գործընծուց թակավորությունը աթամ չգործընծուց եկեղեցական ծառայությունը հապա իշխանությունը ու Հիսուս եկավ ապաշխարություն հայտարարելու ապաշխարություն բառը ասել չէ լալ մադորի մեջ այդ կնշանակե միտքը փոխել քու մտածելակերպդ որովհետև հարցը քու մարմինը չէ սակայն հարցը միտքդ է եթե տշնամին կարող է լա գուցնել քու միտքդ գրնա քեզ գավված բահել եթե նույնիսկ փանդին թուրը բաց է սիրելիներ ծնտիչ իրականությունը գա թե ձեզ մեջ շատեր հանգիստ են իրենց գուրության մեջ ցելով թե ցանկը այս է ոչ բարեկամ այսպես մեկ չէ որ լա ընդունած ես մշակույթը որ թակավորությանը մշակույթը չէ ընդունած ես հոգևոր աղքատություն ընջվածություն հոգ շփոթություն որպես թե բնական բաներ են ասում սիրելիներ բնական բաներ չեն ասում բայց միայն գրություն սուրբ հոգով բայց միայն գրություն սակայն թակավորությունը արդարություն է խաղաղություն եւ ուրախություն սուրբ հոգով եթե թուն շարունակապար գաբրիս խառնաշփոթության մեջ ադիգա թակավորության մշակույթը չէ եթե գաբրիս շարունակական բարդության մեջ այդ թակավորության մշակույթը չէ եթե հարադեվորեն գաբրիս վախի մեջ թակավորության մշակույթը չէ սիրելիս թակավորությունը քու մեջդ է Թուն ծնած ես իշխելու ու երբ Երևան հանես թակավորությունը ու կյանքդ կփոխվի սակայն հոց է մարդահրավերը չես գնար առաջնորդել ինչ որ թուն չես հասկնար չես գնար ներկայացնել բամը որ չունիս ու չես տեսած ասոր համար է որ սատանան գրբի քեզ հետ աստծո խոսքին սերդողության համար ասոր համար է որ ան քեզ սպագ բահե գրոնքով որովհետև այն վարգանին որ թուն գցկսիս դեսնել ան գործընթնե իր ուժը այն վարգանին որ գհասկնաս որ ով լալդ քեզ գաբող շղթաները գոդրվին առանց նույնիսկ փուչանքերուտ այն վարգանին որ թուն թակավորությունը Երևան գանես այլևս պետք չունիս անով մտակվելու սա լսենք թե դեսողությունը ընդրանքի հետ գաբակցություն ունի սակայն կարևոր է այդ շատ բաներու որովհետև երբ չես գնալ դեսնել չես ալգրնալ առաջնորդել ընտանիքդ կոդը չես գնալ առաջ տանել չես գնալ թերմ ունենալ ընկերության մեջ եւ չես գնալ առաջնորդել քարոզությունը որովհետև չես գնալ առաջնորդել փանմը զոր չես տեսներ ու չես հասկնար եւ ճիշտ ասորամար է որ շատմը քրիստոնյաներ գաբրին հուսախապ յանքմա անոնք կփորձեն առաջնորդել առանց հասկնալու անոնք կփորձեն աստել առանց տեսնելու անոնք կուզեն ներկայացնել երկնքի թակավորությունը զոր երբեք սերդատ չեն ու չեն հասկնած ասոր համար է որ
պետք ունիս հայտնության, ասորամար է որ պետք ունիս Սուրբ Հոգին, որբեսի աչքեր բացվին, ասորամար է որ Պողոս առաքյալ հետևյալը աղոթեց Եփեսացված առաջին գլխում 16-18 համարներում մեջ ցելով չդատրեցա ձեզի համար կողություն մատուցանել է ցեզ իմ աղոթներուս մեջ հիշելով որբեսի մեր Տեր Հիսուս Քրիստոսին Աստվածը փառած հայրը դա ցեզի իմաստության ու հայտնության հոգին իր քիդությունով որբեսի սրդերնուտ աչքերը լուսավորվելով գիտնակ թե ինչ է անոր ցեզ գանչելուն հույսը ու ինչ է անոր ժառանգությանը փառքին ճոխությունը սուրբերուն մեջ Սիրելի քույրս եւ եղբայրս գաղութեմ որ դեսողությանը աչքերը լուսավորված լան որբեսի գիտնաս այն հույսին մասին որ գանչեք ես Առաքյալը չաղոթեց քեզի համար որբեսի միայն ավելի օրդություններ ունենաս ան աղոթեց քեզի համար որբեսի տեսնես որովհետև երբ տեսնես պիտի գիտնաս ով լալդ երբ գիտնաս թե ով ես ոչ մեկ թև գրնա քեզ շարժել սակայն մտահոգիչ փածված մգա թե շատ մը քրիստոնյաներու չէ ըսված դեսնելու իրենց անցին ով եւ ինչ լալը թակավորությանը ագնոցով որովհետև անոնք իրենց անձը գտեսնեն մեղքի ընդմեջեն իրենց անցյալի ընդմեջեն իրենց գրոնքի ընդմեջեն ու նաեւ վախի ընդմեջեն ու երբ դու ինքնդ գտեսնես սխալ միջոցով գաբրիս սխալ յանքմա բայց եթե ինքնդ տեսնես երկնավոր թակավորի մզավագը եւ եթե ինքնդ հավատքով տեսնես որբես երկնքի քաղաքացի այդ ադեն գաբրիս որբես նշանագյալ թակավորի յանքը երկրի վրա այս հետարբերությունը գորությանը եւ դեսնելուն սիրելիս գորությունը քեզ գացնե քոյադևման սակայն դեսողությունը քեզ գացնե իշխանության գորությունը քեզ գցկե հետևելու ժողովրդին սակայն դեսողությունը քեզ առաջնորդ կնե ժողովրդին գորությունը թողուրա որ գացկածից քո անցիդ վրա դեսողությունը թողուրա որ վստահությամբ շարժիս գորությունը թողուրա որ վախի մեջ ապրիս դեսողությունը թողուրա որ հավատքով կալես ուստի այսօր իմ աղոթքսե որ Աստված աչքերդ բանա իսկ հիմա սա ցավալի ճշմարտությունը լսենք շատ մը քրիստոնյաներ այսօր հոգևորաբես գույր են որովհետև անոնք կշփոթեն գրոնքը հարաբերության հետ ծիսագադարությունը հայտնության հետ եկեղեցու անդամակցությունը թակավորական քաղաքացիության հետ անոնք սպաղ են սակայն գույր անոնք հոգևոր երկեր երկեն բայց զինք չեն գիտեր անոնք գիտեն ինչպես պիտի բորան ու ձապեն բայց չեն գիտեր իշխանությունը ինչպես կնեն եթե քո իրավունքներդ դեղյակ չես ճնշումով եւ զրկանքով գաբրիս կյանքդ նույնիսկ եթե ազատ ես երևակայեցեք թե մարդ նստած է պանդիմը խուցի մեջ երբ արդեն թուրը բաց է եւ բահագը հեռացած է եւ զինք կաբող շղթաները գոդրած ինգած են որովհետև այդ բոլորը չի դեսներ հոն պանդարգված կմնա եւ ճիշտ այսպես է որ շատ մահավդացյաններ գաբրին այսօր փրկված սակայն անշարժության մատնված ազատ սակայն անշարժ գեցած ոչ թե անորամար որ սատանան զորավոր է որովհետև անոնց տեսողությունը հեռացած է ուրեմն ցեզի հստակորեն ասեմ թե Աստուծո խոսքին անթեպ
անդարբեր լալը ավելի վտանգավոր է, քան սատանան։ Սատանան 2000 տարի առաջ բարդության մատնվեցավ խաչին վրա, անայլևս օրինավոր ուժ մտցունի դուվրած դեր Հիսուսով, որ քեզ գզորացնե իր խոսքովը հիշված 2 Տիմոթեոս 3:16 եւ 17-ի մեջ Աստծո խոսքին հանդեպ անդարբերությունը քեզ գույր կբահե։ Ասորամալի որ Սուրբ Գիրքը Ովսիա մարգարեի քրկին 4:6-ին միջոցով գսե իմ ժողովուրդս գիտություն չունենալու համար բնաչինչ եղավ։ Ոչ թե աղոթքի բագասեն, ոչ թե ձոմաբահության բագասեն, ոչ թե բաշտամունքի բագասեն, հաբա Աստծո խոսքին գիտության բագասեն, որովհետև Աստծո խոսքին գիտությունը քեզի գուտա զեսողություն, քեզի գուտա հստակություն, նաև քեզի գուտա ինքնություն ու ճշմարտության գիտություն։ Ինչպես որ Հիսուսը ասավ Հովհաննես ավետարանին 8-րդ գլխում 31 եւ 32-րդ համարներում մեջ, թե եթե դուք իմ խոսքից մեջ կենաք, ճշմարտաբես իմ աշակերտներս կլաք, եւ ճշմարտությունը պիտի գտնաք, ու այն ճշմարտությունը ձեզ պիտի ազատե։ Սակայն շատ հավատացյալներ գաբրին մի օրինակ նույն ընթացքով, անոնք կսիրեն Աստված, սորված են հրաշքներ փնտրել, փոխանակ փնտրելու Աստծո թագավորությունը, անոնք սորված են օրհնություններու յետևե երթալ, փոխանակ հասկանալու իրենց ունեցած իրավունքին մասին, որպես երկնային քաղաքացիներ ու հետապնդելու զայն, կկոհանան իրենց ունեցածով եւ ուրախ կլան, ու գաղութեն ու գաղաչեն Աստծո, որ զանոնք չգործընծնեն, եւ այս ձևով գուրորեն գաբրին իրենց կյանքը։ Սակայն Հիսուս Ղուկաս 12:31-ի մեջ հետևյալը ասավ. բայց դուք Աստծո թագավորությունը խնդրեցեք եւ այդ բոլոր բաները ձեզի պիտի տրվին։ Իսկ հաջորդ համարի մեջ նաև Հիսուս գծե մի վախնար բզրիկ հոտ վասնձի ծեր հայրը հաջեցավ, որ թագավորությունը ձեզի դա, ոչ թե գրոնք պիտի դա, հաբա թագավորություն, իսկ եթե զայն չես տեսներ կյանքդ պիտի պատնես մուրալով փոխանակ թագավորելու։ Քույրս եւ եղբայրս ծնած ես իշխելու եւ ոչ թե մուրալու, պատկերացնենք թե եթե մանուկ մը որդեքրես թագավորական ընտանիքեմը ու երբ չսես թե ով է ինչ, պիտի մեզնա որպես սովորական անցիմը ձարայիմը բեց պիտի ուդե, ձարայիմը բեց պիտի հակվի եւ ձարայիմը բեց պիտի մտածե։ Հագարականոր որ թագավորական սերունդ է, ինչու, որովհետև ան իր ինքնության վրայով գույր է։ Սիրելիներ, այսօր աշխարհ լեցված է Աստծո թագավորության զավակներով, որոնք չեն գիտեր դժբախտաբար, թե իրենք թագավորներ եւ քահանաներ են, որովհետև միայն անոնց ասված է, որ մեղավոր են, ասված է, թե իրենց անարժեք են, եւ ասված է իրենց որպես երկնքի սպասեն, իրենց ունեցած գոչումեն ցած մագարտակի վրա ապրելով։ Բայց այն վարյանին, որ անոնց աչքերը փանած, այն վարյանին երբ կսես անոնց, որ թուն Աստծո որդի ես, ու դուք թագավորական սերունդի կպատկանիք, ու դուք երկնքի տեսփան եք, հանգարց անոնք կսկսին արթնալ, հանգարց կսկսին դարբեր ծևոտ քալել, հանգարց կսկսին դարբեր մտածել, որովհետև ինչպես մարդ իր սրտի մեջ կմտածե, այդպես է ինք։ Հաբա ինչպես որ գուրությունը միայն աչքի վրա չի գայանար, հաբա այդ գախյալ արգլա քու մտքետ, իսկ երբ քու միտքդ կնորոգվի, քու դեսությունդ կվերադառնա,
ոչ թե միայն դեսողությունը կվերադառնա, հապա աչքերուդ մեջ լույս կտեսնես ու փայլք թեմքիդ վրա։ Ու դեսնես երդասարտներ ու երդասարտուհիներ, որոնք գիտագից են, թե նպատակ մոնին իրակորձելու իրենց կյանքի մեջ, եւ այս կբադահի, երբ գրությունը կփուժվի եւ կլուսավորվի։ Քույրս եւ եղբայրս, ուզեմ ասպարեզ գարտալ քեզ այսօր, գանք ար ոչ կարիմը բես յանքդ ապրելու այսօր, երբ տուն արյուծ մնես, գանք ար այսօր ապրելե մուրացիգը բես, երբ թակաժարանք մնես, գանք ար այսօր սպասելու երկինքին, երբ երկին քեզ կսպասե։ Սիրելիս, թակավորությունը քու մեջդ է, ծնած ես իշխելու համար, գուրությունը շատ մահանցակներ կոծելու բաժարապանություն գունենա, սակայն դեսողությունը սիրելիներ, պատասխանատվություններ կբանչե, դեսողությունը առաջնորդություն կբանչե, դեսողությունը քաջություն եւ համարձակություն կբանչե։ Սիրելիներ, ուզեմ վերջացնել այս քաջալերական խոսքերով, թե այսօր աշխարհ կսպասե քու քաջալերանքիդ, կսպասե քու առաջնորդությանդ եւ կսպասե քու լույսիդ։ Սիրելիներ, Հայր Աստված մեզ ամեն մեկը նպատակի համար ստեղծած է, թող որ այդ նպատակը իրագործենք մեր կյանքերում մեջ, երբ տագավին իր ողորմությամբ գաբրինք ու թողունք այս աշխարհը իր գամքը գադարելապես իրագործած իր փառքին համար ամեն դեր օրհնյալ օրը վարկի բերցես տալու Amen.